Ժերար Դեպարդիոն, Կոմս դե Մոնտե Քրիստո ֆիլմում, 7-րդ մաս, մյուս դերերում, Օրնելա Մուտի, Ժանը Ռոշվոր, Պիեր Արդիտի, Սերջո Ռուբինի, Միշել Օմոն, Ֆլորանս Դարել, Ինես Սաստրե, Ժան-Մարկ Թիբո, Ժուլի Դեպարդիո, Քրիստոֆեր Թոմփսոն, Ռոլան Բլանշ, Ժորժ Մուստակի, Էլեն Վենսան, Ստանիսլաս Մերար, Գիյոմ Դեպարդիո, Պատրիկ Բուշիտե, Կոնստանս Էնգելբրեխտ, մասնակցությամբ Միշլին Պրելի և Ժան-Կլոդ Բրիալիի, սցենարի հեղինակ Դիդիե Դկուան, ըստ Ալեքսանդր Դյումայի համանուն վեպի, օպերատոր Վիլլի Ստասեն, երաժշտությունը Բրյունո Կուլեի։ Ռեժիսոր Ժոզե Դայան։ Ոչ մեկին թույլ չտաք մոտենալ կարգին։ Ալբեր։ Լսիր, խնդրում եմ, քեզ մի բան պիտի ասեմ։ Այո, վաղ ժամը 6:30-ին Սեն Կլու անտառում, ընդամենը մի բառ, պատրաստ ես։ Ես ինքս էլ շատ շփոթված եմ, պարոն Կոմս, բայց հասկանում եք, չեմ կարող պահանջել, որ Պերերի պալատը, որի նախագահը լինելու պատիվը ունեմ, միջոցներ ձեռնարկի միայն նրա համար, որ իր անդամներից մեկի վերաբերյալ ինչ-որ հոդված են տպել։ Մանավանդ, որ թերթը նույնիսկ անուն չի տվել, այլ գրել է Ոմն Ֆերնան, ոչ թե Կոմս դե Մորսերը։ Հասկանում եք։ Երեկոյան համարում բամբերը կբացահայտի մեղավորի անունն ամբողջությամբ, այլևս չեն խոսի Ոմն Ֆերնանի մասին, այլ Ֆերնան դե Մորսերի, Ֆերնան դե Մորսեր։ Պարոն, ձեզ զգուշացնում եմ, հեղափոխությունից ի վեր Ֆրանսիայում այլևս ոչ մեկը անձեռնմխելու չէ, բայց դա չի նշանակում, թե կարելի է մեղադրել Կոմս դե Մորսերի պես մեկին, որը մեծ ծառայություններ ունի պետության առաջ։ Պարոն Դուքս, ահա այն հոդվածի նմուշը, որ երեկոյան լույս է տեսնելու բամբերի առաջին էջում։ Ներեցեք անհամեստ հարցի համար, պարոն, բայց դուք ինչ դեր ունեք այս պատմության մեջ։ Ես եմ դրա նախաձեռնողը։ Եվ հանգիստ խոստովանում եք դա։ Միայն արտաքուստ եմ անվրդով, պարոն Դուքս։ Հոգուս խորքում ջղայնություն ու զզվանք եմ զգում։ Հույս ունեմ, սա պարոն Կոմս դե Մորսերի դեմ անձնական վրիժառություն չէ։ Ինչ կարևոր է։
եթե վրեժն օգնում է արդարադատությանը։ Մուտքն արգելված է։ Հավատացեք, թանկագին գործընկերներ, ես այդ ակնարկներին ոչ մի կարևորություն չէի տա։ Ասացեք սուտ մեղադրանքներին։ Եթե շատ եք ուզում, կարող եմ այդպես էլ ասել, սուտ մեղադրանքներին, եթե դրանք ստորագրված չլինեին որոշ հայտնի մարդկանց կողմից, որոնք պնդում են, թե վկա են եղել այդ հանցագործությանը, ճիշտ է։ Լռեք, պարոն Այք, լռեք։ Ես ձեզ էլ խոսք չեմ տվել, պարոն Կոմս դե Մորսեր, բայց ես պիտի խոսեմ, պարոն, ոչ մի կանոնակարգ չի կարող ինձ արգելել պաշտպանելու պատիվս, և ձեր այդ հանգիստ տոնը ինձ սարսափելի վիրավորում է։ Բոլորը նրա կողմից են, այդպես էլ պիտի լիներ։ Եթե վաղ առավոտ Ալբերը ինձ չսպանի, կձերբակալեմ պետության անվտանգությանը վնաս հասցնելու համար։ Ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դրել, պարոն Կոմս։ Մորսերին թվում է, թե հաղթելու է, որովհետև կարծում է, թե այստեղ խաղացվող պարտիայի բոլոր խաղաթղթերին ծանոթ է։ Բայց ես մի խաղաթուղթ եմ պահել, որի մասին չգիտե։ Ուրեմն խնդրում եմ, արագ հանեք դա։ Սպասիր, ինչև գնամ բերեմ։ Հետո էլ մի քիչ մաքուր օդ կշնչեմ։ Այստեղ շունչս կտրվում է։ Ներեցեք։ Եվ ովքեր են այդ վկաները, որոնց մեջ բերել է այդ թերթը։ Նախկինում Յանինայում բարձր դիրք զբաղեցրած մարդիկ, այնքան նախկինում, որ երևի արդեն մեռել են։ Մեռածներին վկա բերելը հին ու հայտնի հնարք է։ Եթե ինձ չեք հավատում, պարոն, հետաքննող հանձնաժողով ուղարկեք Յանինա։ Տերերի պալատն ավելի կարևոր գործեր ունի, քան թուրքերին հյուր գնալը։ Թանկագին դե Մորսեր, այստեղ ոչ ոք ձեր խոսքը կասկածի տակ չի առնում, ամեն դեպքում ոչ ես։ Ես ձեր տրամադրության տակ եմ, պարոն։ Այնքան վաղուց եմ սպասել այս վայրկյանին։ Ես էլ, տիկին։ Պարոն Այք, լսեք ինձ։ Այսօր ինձ են ուզում վարկաբեկել, իսկ վաղը գուցե ձեզ զրպարտեմ, ձեզ էլ։ Իսկ հետո մեր պալատի նախագահին անպատվության սյունին կգամեն։ Իսկ նախագահից հետո էլ, ինչու ոչ, արքային։ Պարոն Այք, լռություն, պարոն Այք, խնդրում եմ նստեք, թե չէ նիստը փակված կհամարեմ։ Մամուլին մեղադրելը դեռ բավական չէ ինքներդ ձեզ արդարացնելու համար, Կոմս դե Մորսեր։ Իսկ ինչի համար պիտի արդարանամ, որ կյանքս եմ վտանգել Յանինայում, որ ինձ պահել եմ այնքան հերոսաբար, որ նույն Ալի Փաշանում դավաճանելու մեջ մեղադրվում եմ։ Քաջությանս համար ինձ գեներալի կոչում է տվել, բայց գեներալի կոչում ստանալուց հետո ինչ եք արել։ Հետո։ Դե հետո քաղաքը թուրքերի ձեռքը ընկավ եւ ես, բայց ինչպես ընկավ։ Ամբողջ հարցը հենց դա է։ Բերեցիք ձեր գաղտնի խաղաթուղթը։ Այո, սրտի աղջիկն է։ Լռություն, պարոն Այք, լռություն, ձեզ կարևոր լուր ունեմ հաղորդելու։
Ինձ տեղեկացնում են, որ հենց նոր դահլիճ է մտել ինչ-որ մեկը, որը ուզում է վկայություն տալ Յանինայի այս պատմության վերաբերյալ։ Պարոն Դուքս, առանց այնը շատ լսեցինք։ Հերիք է ինչքան քննարկեցինք Կոմս դե Մորսերի անձը, ամոթ է։ Բան չկա, թանկագինս։ Թող մեր թշնամիները ի վերջո բացահայտեն իրենց դեմքը, ես հենց դա եմ ուզում։ Այսինչ դիմակահանդես է, ով է այս կինը։ Նա է, բարի եղեք, ձեր անուն ասել տիկին։ Յանինայի արքայադուստր Հայդե, Ալի Փաշա Սուլթանի աղջիկը։ Անհնար է, սա խաբեություն է։ Իսկ ինչու է խաբեություն։ Որովհետև թուրքերը սրի են քաշել սուլթանի ամբողջ ընտանիքը։ Ճիշտ է, պարոն։ Նրանք բոլորին մորթեցին։ Մորս, հորս, երկու եղբայրներիս միայն ինձ խնայեցին, գուցե նրա համար, որ աղջիկ էի։ Թուրքերը ինչ-որ մեկին խնայեն, խղճան, այս կինը հիմարություններ է դուրս տալիս։ Եթե խղճային, կսպանեին, ոչ թե կվաճառեին որպես ստրկուհու։ Եթե ստրկուհի եք, ձեր վկայությունը չի կարող ընդունվել։ Նա այլևս ստրկուհի չէ, պարոն։ Ես գնել եմ նրան եւ ազատություն շնորհել։ Դուք ում կողմից եք։ Տիկին, քանի որ Կոմս դե Մոնտե Քրիստոն երաշխավորում է, կարող եք շարունակել։ Ստրկուհի լինի թե ոչ, նախ պիտի ապացուցի, որ ինքը նա է, ում տեղը իրեն դնում է։ Դուք ասեք, թե ես ով եմ։ Խելագարի մեկը, ահա թե ով եք։ Մոնդեգո, դուք Ալի Փաշայի եւ նրա ընտանիքի ամենամտերիմ մարդկանցից մեկն եք։ Հայդեն իր մարմնի վրա որևէ նշան ուներ։ Դա այնքան վաղուց էր, ինչպես կարող եմ հիշել։ Ուներ որևէ նշան, թե ոչ։ Գուցե իրավացի եք։ Այդ ժամանակ նա փորը լցնում էր քաղցրավենիքով, որը ռահատ լոխում են կոչում։ Ու եթե հիմա ողջ լիներ, պիտի մոտ 200 ֆունտ կշռեր։ Բայց դուք, խեղճ աղջիկ, շատ հեռու եք այդ քաշից, շատ հեռու։ Ես էլ եմ Յանինայում եղել։ Ընդամենը մի քանի օրով, իհարկե։ Բայց այդ առիթով պատիվ եմ ունեցել հանդիպելու Սուլթան Ալի Փաշային։ Մենք նրա աղջկա մասին ենք խոսում։ Ճիշտ է։ Ես նրա դստերն էլ եմ հանդիպել։ Այս կինը նրա դուստրն է։ Դուք զառանցում եք Սեն Գիոն, ինչը իմիջիայլոց նորություն չէ։ Չգիտեմ երբևէ բազեով որս արել եք թանկագին Դուքս։ Բայց դա իրոք շատ հետաքրքիր բան է։ Ըստ էության խոսեք, պարոն Սեն Գիոն, ըստ էության։ Մի օր արքայադստեր բազեներից մեկն իր կտուցով կտրել էր նրա աջ ականջի բլթակը։ Բայց շտապ եմ նկատել, որ դրանից Յանինայի արքայադուստր Հայդեի գեղեցկությունը բոլորովին չէր նվազել։ Ներեցեք տիկին, ձեզ պարտադրված ստորացման համար, բայց դա այլևս չի կրկնվի։ Պարոնայք Պերեր, խնդրում եմ ոտքի կանգնել, ինչպես որ մեզ մոտ ընդունված է, երբ մեր կողքին ներկա է լինում թագավորական արյուն ունեցող անձնավորություն։ Նա ինքն է իր բլթակը կտրել։ Իջեք, թե չէ ինքս կգամ ձեր հետևից։ Տուն գնացեք, Ալբերտ, ձեր խեղճ մայրը ձեր կարիքն ունի։ Դուք եք իմ հոր անպատվության պատճառը։ Այո։ Բայց երդվում եմ, որ դա ինձ հաճույք չի պատճառում։ Եթե ձեզպես անտաշը չգիտե, թե այս շարժումը ինչ է նշանակում, ասեմ, ես պատիվ եմ պահանջում, որտեղ եւ երբ։
Ես դա չէի ուզում, Ալբեր։ Պատասխանեք, որտեղ եւ երբ։ Դուք պատրաստվում եք մենամարտել Բոշանի հետ։ Քանի որ այդ մենամարտն այլևս իմաստ չունի, առաջարկում եմ նույն տեղում, նույն ժամին։ Ահա իմ մարտավկաները, ներկայացրեք ձեր վկաներին։ Մաքսիմիլիան Մորել եւ Բերտուչո։ Մի առևտրական եւ մի սպասավոր։ Փարիզում ես ուրիշ բարեկամ չունեմ։ Ինչ անձրև է գալիս։ Հույս ունեմ նա մեջքի վրա կընկնի, ոչ թե դեմքի։ Նա արժանի չէ քիթը ցեխի մեջ մեռնելու։ Թող Բերտուչո, ես կանեմ։ Վերադարձիր Վալենտինայի մոտ, սիրտս անհանգիստ է։ Մի մտահոգվեք, պարոն Կոմս։ Վիլֆորները Սենտ Անտենում են, որտեղ պատարակ է մատուցվում տիկին դը Սեն Մերանի հոգու հանգստության համար։ Իսկ Խեղճ Բարուայի հոգու համար ոչ։ Վերեցեք։ Կոմսուին է։ Ինչ կոմսուի։ Տիկին դը Մորսերը։ Մեզ մենակ թող Բերտուչո։ Նստեք, Մերսեդես։ Ինչ եք անում։ Ինչ որ տեսնում եք, աղաչում եմ ձեզ։ Ինչ եք աղաչում։ Դուք լավ գիտեք։ Վեր կացեք։ Աստծո առաջ են խոնարհվում։ Բայց դուք էլ եք նրա պես կարող եք հրաշք գործել։ Ինչու հրաշք։ Ձեր որդու պատիվն են ոտնահարել։ Նա առաջինն է կրակելու։ Բայց դուք լավ գիտեք, որ գնդակը ձեզ չի դիպչի, նա շատ վատ է կրակում։ Գիտեմ։ Եվ հետո նա հուզված է։ Ցնցված, նրա ձեռքերը կդողան, իր առաջին մենամարտն է։ Իմն էլ։ Բայց ի տարբերություն ձեր որդու, ես լավ եմ կրակում։ Ուզում եք, որ շեղ նշան բռնեմ։ Այո։ Դրա համար եք եկել։ Այո։ Այո, իսեր Աստծո, աղաչում եմ ձեզ։ Ասացեք, որ հենց այդպես էլ կանեք։ Ես մենամարտն այդպես չէի պատկերացնում, բայց ասենք թե ես կարող եմ շեղ կրակել ու չվնասել ձեր որդուն, բայց Մերսեդես ամեն մեկս 2 ատրճանակ է ունենալու եւ նորից ձեր որդու հերթը կլինի կրակելու, բայց այս անգամ 60-ի փոխարեն 30 մետր հեռավորությունից։ Ինձ նշան բռնեք ու կհասկանաք։ Երեսուն քայլի վրա նույնիսկ կրակել չիմացողը չի վրիպի։ Ցավում եմ, Մերսեդես։ Բայց ես ձեր որդուն ողջ չեմ թողնի, որպեսզի հետո նա ինձ սպանի 30 քայլ հեռավորությունից։ Այդ դեպքում թե վիրավոր եք։ Ասենք ուսը։ Միայն թե այս մղձավանջն արագ ավարտվի։ Սա այդպիսի մենամարտ չէ։ Մեզանից մեկը պիտի մեռնի, ձեր որդին է այդպես կամեցել։ Ամեն ինչին ոչ եք ասում։ Ինչու եք այդպես չարացած մեզ վրա։ Ձեզ ինչ են կարել։ Կարծում էի թե գիտեք։ Ինչպես պիտի իմանայի, եթե ես ինչ գիտեմ ձեր մասին։ Բայց այն օրը գետի վրա ինձ տված թե Այն օրը ինձ էլ ինչ-որ բան թվաց։ Բայց ես հաստատ սխալվում էի, որովհետև նա այդպիսին չէր։ Նա ձեզ նման չէր։ Նա։ Գետի վրա ձեզ Էդմոն կոչեցի։ Այո։ Իսկ այնուհետև ինչու ոչինչ չասացիք։
Կարծում էի, որ դու պիտի խոսես։ Դու պիտի ասես, դա հենց առաջին օրվանից սպասում եմ այդ խոստովանությանը։ Մեղավորներն են խոստովանում, Մերսեդես։ Ուզում ես ես ասեմ, թե անունդ ինչ է։ Ոչ ոք իմ անունն այնպես չի արտասանել, ինչպես դու։ Հիշում եմ, ինչպես էիր գրում դա քրտնածապակու վրա։ Այն ժամանակ սիրահարված էի քեզ։ Իսկ հիմա վախենում եմ քեզնից։ Բայց մեկ է, տուր անունս, Մերսեդես, խնդրում եմ փորձիր, կոչիր ինձ իմ անունով, մեղմորեն, ինչպես առաջ էիր անում, ասա վերջին անգամ, որովհետև վաղվանից չես կարողանա անունը տալ առանց ատելության։ Ասա, Մերսեդես։ Էդմոն Դանտես։ Ոչ, Էդմոն, պետք չէ։ Ինձ մի կպիր։ Գիտեմ, որ ինձ ատում ես։ Ես վաղվանից միայն կսկսեմ քեզ ատել։ Բայց դու արդեն 20 տարի է։ Եվ ինձնից վրեժ լուծելու համար ուզում ես սպանել որդուս։ Ես վրեժ լուծեմ քեզանից, ոչ։ Ոչ ուրիշներից, այո, բայց ոչ քեզնից։ Քեզնից ընդամենը կուզեի իմանալ, թե ինչ եղավ, ինչու ես մենակ մնացի։ Արդեն ասել եմ, ինձ հայրդ է խոստովանել, թե մահացել ես։ Այո, գիտեմ, ինձ ասել ես, դու կարող էիր հավատալ նրան, որովհետև նա չէր խաբում, ինչպես մյուսները։ Բայց ինչու ամուսնացար Մոնդեգոյի հետ։ Ճանաչում ես Ֆերնան Մոնդեգոյին։ Հիմա գիտես, թե նա ով է։ Ինչպես կարող եմ չիմանալ։ Ամբողջ Փարիզը Յանինայում նրա դավաճանությունից է խոսում։ Բայց Յանինայի դեպքը տեղի կունենար, եթե Ֆերնան Մոնդեգոն արդեն փորձ չունենար դավաճանելու, զրպարտելու, խաբելու։ Ինչ ես ուզում ասել։ Նա է ինձ ձերբակալ տվել։ Ոչ։ Անհնար է։ Նա ասում էր, թե իր լավագույն ընկերոջն է կորցրել։ Տեսել եմ, թե ինչպես էր լալիս։ Նրա ամեն ինչը կեղծ է, եւ արցունքները, եւ հերոսությունը, եւ պատիվը։ Նա ուզում էր քեզ, ու ես նրան խանգարում էի։ Դրա համար էլ անստորագիր նամակ ուղարկեց։ Անստորագիր նամակ ուղարկելը մեծ քաջություն է պահանջում, չէ՞։ Կեղտոտի մեկը։ Այո, բայց ուրիշ կեղտոտներ էլ կային, Վիլֆորը, Դանգլարը, Կադրուսը։ Պատժիր նրան։ Բայց ոչ Ալբերին։ Դա քո իրավունքն է։ Պատժիր նրանց բոլորին, բայց նրան մի խառնիր այս ամենին։ Մի սպանիր որդուս։ Եթե կուզես ինձ էլ պատժիր։ Ես վատ բան չեմ արել, բայց ինձ էլ պատժիր, որ սիրտդ թեթևանա։ Ինձ, բայց ոչ որդուս։ Լսում ես, Էդմոն Դանտես, ոչ որդուս։ Ես հորդ կողքին էի նրա կյանքի վերջին վայրկյաններին։ Մորելն է այնտեղ եղել, ոչ դու։ Ես էլ, եթե ծերուկ մորելը ողջ լիներ, քեզ կասեր։ Ոչ, մեռածին վկամի բեր։ Բայց դա ճիշտ է։ Ես բռնել էի հորդ ձեռքը այդ վերջին վայրկյաններին եւ մինչեւ վերջին շունչը նա քո մասին էր խոսում։ Ոչ, Մերսեդես։ Ինչքան էր հայրդ սիրում քեզ։ Ոչ, մի օգտագործիր դա։ Նա քեզ սիրում էր, ինչպես որ ես եմ սիրում Ալբերին։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Իսկ դու գնալուցս առաջ ինձ ոչինչ չունես ասելու։ Վաղն առավոտյան 20 տարի ուշացումով դու այլևս ստիպված չես լինի գուշակել Էդմոն Դանտեսը ողջ թե մեռած, նա մեռած կլինի։ Սպանված Ալբեր դե Մորսերի արձակած գնդակից։ Շնորհակալ եմ։ Մնաս բարով, Էդմոն։ Մնաս բարով, Մերսեդես։
Մտիր Մուհամեդ։ Կանչել ես տերիմ։ Այստեղ ամեն մեկիդ համար մի քսակ կա։ Փող է։ Ավելի ճիշտ ադամանտներ։ Դա հեշտ է վաճառել։ Ադամանտներ։ Սա ձեզ կհերիքի, որ վճարեք տունդարձի ճանապարհածախսն ու ապահով ապրեք ձեր երկրում։ Ենթադրում եմ, թե փոքրիկ Հասանը մի գեղեցիկ առագաստանավ կգնի ու հայտնի ձկնորս կդառնա։ Նա այնքան շատ է սիրում ծովը։ Բայց դու նրան կասես, որ զգույշ լինի, ճիշտ է։ Չի կարելի վստահել ծովին։ Ոչ մեկին չի կարելի վստահել։ Տերիմ, մեզ քշում ես քո տնից։ Ոչ։ Իհարկե չեմ քշում, բայց գուցե ես ինքս մեկնեմ։ Մենք քեզ հետ կգանք ուր էլ որ գնաս։ Շնորհակալ եմ, բայց ես գնում եմ այնպիսի տեղ, որ մարդ ոչ մեկի կարիքը չի ունենում։ Մենք պիտի խոսենք։ Ինչ եք անում։ Սեր։ Անձրև է գալիս։ Սիրում եմ անձրևի համը։ Երկինքը բացվեց։ Ինչպես միշտ անձրևից հետո։ Եթե ինձ որևէ բան պատահի, խոստացեք, որ երբեք սիրով չեք զբաղվի, երբ դրսում անձրև գա։ Ինչ պիտի պատահի։ Դու ամենաբարձրահասակն ես, ամենաուժեղն ու գեղեցիկը, դու Կոմս դե Մոնտե Քրիստոն ես։ Քեզ հետ այնքան երջանիկ եմ, որ ինձնից անկախ բանաստեղծ եմ դառնում։ Ժամը քանիսն է։ 6-ն էլ չկա, կարող ես մի քիչ էլ քնել, թե ուզում ես։ Ոչ։ Հանդիպում ունեմ։ Այսքան շուտ, ում հետ։ Նախ ստամոքսիս, քաղցած եմ։ Ինձ ուտելու բան տուր։ Հաց, կարագ, սուրճ։ Գինի էլ։ Նաև ձու, մի քիչ էլ խոզի ճարպ, չէ, շատ։ Ու պանիր էլ։ Հետո էլ, եթե հավի մի երկու բուդ ունես, երդվում եմ չեմ հրաժարվի։ Շատ ակերի մեկը։
Երեկոյան կտեսնում ենք։ Ամիլ, Այո։ չէ, ոչինչ, ուզում եմ ասել, ես հրաշալի գիշեր անցկացրի, երբեք չեմ մոռանա, Հրաշալի էր, բայց կարճ։ հաջորդը շատ երկար կտևի։ Ուշանում եմ, արդեն կես ժամ ուշացել եմ, չլինի վախեցել է։ Նա մորսերը, անպայման կգա, Դավաճանների ցեղից։ բայց նա մայրել ունի, Մերսեդեսը քաչքին է, իմ կտակն է, Բայց պարոն, քեզ էլ եմ փող թողել, 10 միլիոն, եթե 18-ից 20% շահույթով դնես Թոմսոն և Ֆրենչ բանկում, լավ ռենտա է անում, միայն մի պարտականություն ունես, դու պիտի կազմակերպես իմ թաղումը, շատ պարզ է, ես նավաստի եմ եղել, ուզում եմ ծովը դառնա գերեզմանս, ուզում եմ ինձ ծովը նետեն փարավոնի նավակամրջից, Մաքսիմիլյանին կխնդրես։ գալիս են։ Վիկոնտ Դմորսերը ներողություն է խնդրում ուշացման համար։ Ճանապարհին կարգի անիվը ջարդվեց, ստիպված եղանք փոխել։ Շատ լավ, պարոն, ամեն դեպքում դեռ չենք կարող սկսել 60 մետրից կրակելը, մառախուղ է։ Բայց եթե ուզում եք, պարոն դե Մոնտեկրիստոն առաջարկում է միանգամից անցնել 30 մետրից կրակելուն։ Նման կարճ հեռավորության վրա մառախուղը մենամարտողներին չի խանգարի։ Հարցն այն է, որ պարոն Դմորսերը ցանկանում է ինչ-որ բան ասել պարոն դե Մոնտեկրիստոին։ Պիտի իմանաք, որ դա դեմ է ընդունված կարգին։ Հիմա միայն ատրճանակները պիտի խոսեն։ Բարի եղեք ստուգել մեր ատրճանակները և թույլ տալ, որ մենք էլ ձերը ստուգենք։ Ես առանց զենքի եմ եկել, պարոն Մորել։ Առանց զենքի։ Ներողություն խնդրելու։ Ներողություն, բայց վիրավորված կողմը դուք եք և ներողություն խնդրելու կարիք չունեք։ Պարոն դե Մոնտեկրիստո, խնդրում եմ մոտեցեք։ Ուզում եմ ձեզ հետ խոսել իմ և ձեր մարտավկաների ներկայությամբ։ Պարոն, եկեք կրակենք և վերջացնենք այս պատմությունը։ Այո, վերջացնենք, բայց ոչ ձեր մտածած եղանակով։ Ես այստեղ եմ եկել ոչ ձեր կողմից սպանվելու, ոչ էլ մանավանդ ձեզ սպանելու։ Մենք չենք մենամարտի, եթե իհարկե դուք չպնդեք։ Եկել եմ ձեզնից ներողություն խնդրելու։ Այս գիշեր, երբ դրսում սարսափելի անձրև էր, մայրս եկավ և ինձ ամեն ինչ պատմեց։ Ինչ, ձեզ ինչ է ասել։ Ձեզ մի քիչ ճանաչելով ենթադրում եմ, թե չէիք ցանկանա, որ ասեի, թե ինչ մեծահոգի քայլի էիք պատրաստվում դիմել։ Ճիշտ է, դա միայն Կոմսուի Դմորսերին և ինձ է վերաբերում։ Իսկ մնացած ամեն ինչը շատ պարզ է։ Դուք իրավունք ունեիք մեղադրելու և մերկացնելու իմ հորը։ Այո, պարոն Այք։ Կոմս Ֆերնանդը Մորսերը դավաճանության մեղք է գործել ոչ միայն Յանինայում, այլև տարիներ առաջ Մարսելում։ Ոչ, պետք չէ, Ալբեր։ Չեք ուզում, որ խոսեմ։ Ոչ։ Դուք ինքներդ եք ուզում ներկայացնել այդ մեղադրանքը։ Գուցե, բայց դա իմ գործն է, ոչ թե ձերը։ Շատ լավ։ Մի վախեցեք։ Ես գիտեմ գաղտնիք պահել, հատկապես եթե մայրս է ինձ վստահել։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ թույլ չտվեցիք ավելի վարկաբեկել հորս։
պատմելով։ Չեք պատկերացնի, թե ինչ երջանիկ եմ։ Ես էլ այս առավոտ կյանքիս ամենաառատ նախաճաշն եմ կերել, քանի որ կարծում էի, թե վերջին անգամն է, ոչինչից չհրաժարվեցի։ Արժեր միշտ այդպես ապրել, Մաքսիմիլյան, վերապրողի նման։ Աղջերբա, մերսիր տիրոջդ։ Լսում եմ։ Ինչ լավ է։ Քո երկրի երգերից ելքիր։ Կոմս դմորսերը Կոմս դմորսերն ինչ։ եկել է, ուզում է խոսել ձեզ հետ, շատ նյարդային է երևում, ասում է այն ինչ որտին չի արել ինքն է անելու։ Այլ կերպ ասած ուզում է ինձ սպանել։ Այո, պատվով երդվեց։ Իր պատվով, ուրեմն կարող եմ չանհանգստանալ։ Բարոն, ամեն ինչ կատակի մի վերածեք։ Սերթուկը մի տեսակ ուռած էր, գոտու տակ հաստատ ատրճանակներ ունի պահած։ Նրան ուղեկցիր հյուրասրահ, պորտվեին ու թխվածք հյուրասիրիր, ասա, որ հիմա կգամ։ Այնպես էր, որ ոչինչի պակաս չզգա, իսկ դու գնա Վիլֆորի տուն, արագացրու Բերտուչո, Վալենտինան մենակ է, գնա։ Համեցեք, բարոն։ Ասացին ուզում ես տեսնել ինձ Մոնտեգո։ Մոնտե Քրիստո, եկել եմ քեզ։ Ինչ ասացիր։ Մոնտե Քրիստո։ Կոմս դե Մոնտե Քրիստո։ Սխալ հասեով ես եկել Մոնտեգոն։ Նայիր ինձ, լավ նայիր։ Ես Կոմս դե Մոնտե Քրիստոն եմ։ Ինչ խաղեր եք խաղում։ Ես չեմ խաղում, Ֆերնան, երբեք չեմ խաղացել։ Ես տառապել եմ եւ դա խաղ չէր։ Այդ դու ես դերեր խաղացել։ Վշտացյալ ընկերոջ, մխիթարող սիրեցյալի, հերոս գեներալի, ազնվազարմ ու հարգված Կոմս դմորսերի, իրականում ստոր անամոթի մեկն ես, Ֆերնան։ Դու խաղացիր ու տանուլ տվեցիր։ Պետք չէ, դու ինձ արդեն սպանել ես։ Այսինքն փորձել ես, բայց չկարողացար։ Եվ ահա ապացույցը, ես վերադարձել եմ։ Ինձ հետ կխմես։ Կենացը Էդմոն Դանտեսի։ Իմ խեղճ Ֆերնան, անընդհատ ջարդում ես այն ամենը, ինչ ինձ է պատկանում։ Բերտուչո, ամենտեղ ձեզ եմ փնտրում, Վալենտինան պետք է բժիշկ կանչել, ոչ բժշկի համար արդեն ուշ է, նրան քահանա է պետք, վազեք քահանա բերեք, վազեք, արագ։ Խնդրում եմ, աղաչում եմ, բարեկամս, պետք չէ ձեր զգացմունքներն ի ցույց դնել, դրանք այլևս ոչինչ չեն փոխի։
Բարեբախտաբար ընդամենը ցեխ է, ձեր վերարկուն շատ չի փչանա։ Կարգում կոմս դամորսերը չէր։ Հնարավոր է։ Այդ մարդուն ընդունում եք ձեր տանը։ Իսկ դուք Իր խայտարակվելուց հետո էլ։ թանկագին դագլար, չէ՞ որ ձեզ էլ եմ ընդունում։ Այո, բայց ես նրան ապես չեմ։ Խայտարակվել։ Ինչ իմանաս։ Ֆինանսների աշխարհում համբավը բորսայի նման է, մի օր արժեքները բարձրանում են, մի օր իջնում։ Այսօր ինչ վիճակում է ձեր համբավը։ Պարոն Կոմս, երախտապարտ եմ, որ ինձ կանչել եք, որպեսզի զրուցենք իմ գործերի մասին։ Որովհետև թանկագինս դրանք որոշ ազդեցություն ունեն իմ գործերի վրա։ Պատկերացրեք, ես որոշել եմ հեռանալ Փարիզից։ Պարոն Կոմսին երբեք չենք մոռանա։ Ուզում եմ իմ հետևից պարտքեր չթողնել։ Դրա համար էլ ձեզ երախտապարտ կլինեմ, եթե ինձ 6 միլիոն ֆրանկ վճարեք 48 ժամվա ընթացքում։ 6 միլիոն, բայց ես ձեզ արդեն 6 միլիոն տվել եմ։ Ինձ եւս 6 միլիոն է պետք։ Մի մոռացեք, որ Թոմսոն եւ Ֆրեջ բանկը անսահմանափակ վարկ է բացել։ Գլուխս տարակ ձեր Թոմսոն եւ Ֆրենչով։ Այնտեղ Իտալիայում նստած ինչ գիտեն իմ դրամարկղի մասին։ Իմ դրամարկղը դատարկ է։ Շատ ցավալի է, որովհետև եթե հրաժարվեք վճարել իմ պահանջած գումարը, վախենամ, թե Թոմսոն եւ Ֆրենչ բանկը որոշի ձեզ սնանկացնել։ Սնանկացնեն։ Ինձ սնանկացնեն։ Բայց բոլոր այն գումարները, որ կորցրել եմ, ձեր պատճառով եմ կորցրել։ Բոլոր այն հրաշալի ներդրումները, որ խորհուրդ էիք տալիս անել, ոչ մի օգուտ չբերեցին։ Շնորհակալ եմ, Հասան։ Ուրեմն պայմանավորվեցինք 6 միլիոն 48 ժամվա ընթացքում։ Ներողություն։ Այս նամակը կփոխանցեք ամուսնուս։ Տիկինը կարող է անձամբ տալ։ Ահա, պարոն Կոմսը վերադառնում է։ Ոչ։ Չեմ ուզում խոսել նրա հետ։ Ֆերնանին։ Հասել ենք, պարոն Կոմս։ Հենց այս առավոտ նա տաք կաթ պահանջեց, ու քանի որ Բերտուչոյին չգտանք, կինս նրան մատուցեց։ Ինձ մենակ թողեք հիվանդի հետ, ուզում եմ լսել նրա խոստովանությունը։ Բայց հայր իմ կարիք չկա, նա անգիտակից է։ Դա Աստծո գործն է, տիկին, ոչ թե ձերը։ Եվ Հիսուսն ասաց նրան.
Քո եղբայր Ղազարը հարություն կառնի։ Նա ով հավատում է ինձ, եթե մեռնի, հավիտյան կապրի։ Ինչու եք այդքան վախենում, անհավատներ։ Ահա, ես լրիվ մերկ եմ։ Ինչպիսի ստորացում։ Ինչպես պիտի տնից դուրս գամ առանց իմ զարդերի։ Տնից դուրս գաս, իսկ ուր ես պատրաստվում գնալ։ Մոռացել ես, որ վաղը պիտի գնանք Վիլֆորի աղջկա թաղմանը։ Սև շղարշ կգցես ու ոչ ոք չի նկատի, որ առանց զարդերի ես, բայց սա ընդամենը 2 միլիոն է անում։ Պիտի վաճառենք Ռամբույեю մեր որսատեղին եւ որոշ կահույք։ Ոչ, կահույքին ձեռք չտաս, կահույքն իմն է, ընտանիքիցս եմ ժառանգել։ Նախընտրում ես, որ սնանկանամ ու բան տնկնեմ։ Բոլորս այնքան երջանիկ էինք։ Կյանքն այնքան գեղեցիկ էր ու հեշտ։ Ընդամենը մի քանի ամսում Վիլֆորի տանն այդքան մարդ մահացավ։ Մորսերն ինքնասպան եղավ։ Հիմա էլ դու ես սնանկացումից եւ բանտից խոսում։ Ինչ վատ բան ենք արել, որ հասել ենք այս վիճակին։ Չգիտեմ, Էրմին։ Չէ, պիտի իմանաս։ Աստված հենց այնպես չի ջղայնանում։ Ինքս ինձ ոչնչում չեմ կարող մեղադրել։ Իսկ դու։ Ես։ Իհարկե չէ։ Հա։ Ինչ է հա։ Ես վատ բան եմ արել։ Ես արժանի եմ, որ վաճառես բոլոր զարդերս եւ կահույքը։ Ես պիտի պատժվեմ։ Ես քեզ դավաճանել եմ տարիներ առաջ։ Ես երեխա եմ ունեցել ուրիշ տղամարդուց։ Բայց դու չես կարող երեխա ունենալ։ Գուցե քեզնից է։ Ամեն դեպքում ուրիշի հետ կարողացա։ Տղա էր։ Ով է այդ ուրիշը։ Ինչու չես հարցնում, ինչ երեխա, ուր է այդ երեխան։ Ես երեխա ունեմ։ Երեխա ունեմ, որին չեմ ճանաչում, որին ոչ ոք չի ճանաչում։ Եվ տեսնում եմ, դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Երևի որևէ գանձապահի հետ է եղել։ Նրան հաճախ եմ տեսել գանձապահների շուրջը պտտվելիս։ Նայում էր նրանց, այդ ցլերին ու շրթունքները լիզում էր։ Կնոջ փոքրիկ լեզու, վարդագույն ու թաց։ Չգիտեն, թե դա ինչպես է տակնու վրա անում երիտասարդ գանձապահների հոգիները։ Իմ միակ մեղքն է, որ երիտասարդ գանձապահների էի աշխատանքի վերցնում։ Բայց ամեն ինչ արդեն վերջացած է։ Երիտասարդ լինեն թե ծեր մեկ է, էլ չեմ կարող նրանց վճարել այնպես, որ դուրս կորեք, բոլորդ կորեք։ Հետ տվեք մեր փողերը, գողեր, ոսկիները, հետ տվեք ոսկիները, գողեր։